Հաջորդ հարցը Ռիփսիմե Ջեբեջան։ Գործընկերներից հետ կապված ձեր դիրքորոշումն եմ ուզում ճշտել, մեր գործընկերներից ժողովուրդ օրաթերթին զրկել են հավատարմագրումից ազգային ժողովի Հայկ Կոնջորյանին հարց տալու հետ կապված, որպես նախկին լրագրող եւ խմբագիր, ինչ դիրքորոշում ունեք նման դեպքերի հետ կապված։ Հաջորդը դուք 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի հրապարակում ձեր հայտնի ելույթի ժամանակ հայտարարեցիք, անուններ եք այնտեղ հնչեցնում, ասում եք, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ապա ինչու են Ռուբեն Վարդանյանը, Վարդան Սրմաքեշը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանում եւ Արցախում, դուք այնտեղ մեծ ոգևորությամբ հորդորում էիք, ասում եք անուն առ անուն այս մարդկանց պետք է հիշենք եւ հորդորում էիք ծափ տալ, եթե մոռացել եք այդ դրվագը, ես կարող եմ sense կարճ մի պահ ուղակի միացնել, տեսեք ինչ երկար միացրեք լսենք։ Հա։ Մի րոպե։ Չէ, այդ ոգևորության պահը ուղակի։ Չի միանում, չգիտեմ։ Ձայնը խաս։ Ձայնը կորե։ Կուրն ծափերով ողջունենք բոլոր այդ մարդկանց։ Շատ արագացեք ու ավելի բան։ Եվ որ կարճ դեպի գործընկերներս էլ հասցնեն հարցան, այսպես բուրըն ծափերով ասում եք ողջունեք։ Ավարտեցիք դե չեք ուզում ասել։ Դե կրկնությունն է։ Ովքեր ներդրումներ են արել այսքան միլիոնավոր դոլարների Հայաստանում եւ Արցախում, ծափ տվեցին մարդիկ, ուրախացան, գնացին տներով, հետո ինչ որ կարճ ժամանակ անց դուք գրառում եք անում, ասում եք հեսա քեզ կմիջամտեմ մեր ձևով ստահակ, Սամվել Կարապետյանի բարերար վերցնում եք ճակերտների մեջ, այլևս այդ մարդը չի համարվում բարեգործ ու բարերար, Սամվել Կարապետյանը հայտնվում է բանտում, Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում։ Սրանից հետո մենք տեսանք, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում երեք այսպիսի նույն ոգևորությամբ դուք ասում եք, որ ծափ տան այն նույն 10 եպիսկոպոսներին, որոնք դավաճանել են Վեհափար Հայրապետին, թիկունքով են շրջվել նրանց եւ արդեն ձեր կեցավայրում են հայտնվել ինչ-ինչ հանգամանքների բերումով, երբ եք ձեր ձևով միջամտելու եւ արդեն այդ 10 եպիսկոպոսներին երբ ենք տեսնելու բանտերում։ Ինչ վերաբերում այն ելույթին, գիտեք, այդ ելույթը հայտնի է հրապարակային, այս դրան բազմիցս անդրադարձել եմ, բայց իմիջայլոց, ասեմ ձեզ, շատ լավ առիթ տվեցիք։ Այդ ամեն ինչը ես այդ թվում ինչի համար էի ասում։ Այդ թվում նրա համար, որ հավատում էի, որ ահա Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ, ժողովրդավարություն եւ կարելի է ազգային նպատակների շուրջ համախմբել Սփյուռքի ներուժը։ Հետո Սփյուռքի ներկայացուցիչները իրանք ինձ ուշադրություն հրավիրեցին մի փաստի վրա։ Ասցին այդքան, որ ասում ենք Սփյուռք։ Եկեք նայենք, ես բառացիորեն հենց Սփյուռքի ներկայացուցիչն է ինձ։ Ես հետո դրա մասին խոսել եմ հրապարակայինորեն, բայց իրանք են ուշադրությունը հրավիրել։ Եկեք նայենք 92 թվից մինչև 2018 թվականը Հայաստան համահայկական հիմնադրամը առանցքային ինստիտուցիոնալ օղակն է Սփյուռքի հանգանակությունները հավաքելու։ Ինչքան է հավաքել եւ Հայաստանում ինչքան ներդրում է արել։ Հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը իրականում մեր բոլորի մոլորությունն է։ Կա տնտեսական հետաքրքրություն, կլինի ներդրում, չկա տնտեսական հետաքրքրություն, չի լինի ներդրում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած բարերարին, այդ նշած բարերարը թող էլեկտրաէներգիա ապահոver։ Այդ իմը ասած մեխանիզմների գործարկման բա, որ գումարներ են գեներացվել, այսպես ասած բարերարության համար։ Ոչ մեկ իր հաշվին բարերարություն չի արվի։ Այդ բոլոր բարերարությունները արվել են մեր հաշվին, սպառողների հաշվին։ Էլեկտրաէներգիայի մատակարարման մանիպուլյացիաների արդյունքում յուրացումների եւ գումարներ ձեռք բերելու վարկեր վերցնելու տոկոսներով եւ տոկոսները մեր հաշվին փակելու հաշվին։ Ոչ մի բարերարել չկա։ Մոլորություն է եղել դա։ Դա ձեր մոլորությունն է։ Ես կարծում եմ, կներեք դուք բանը չեք հետևել բաներին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստերին չեք հետևել, բա ո՞նց եք տենց բաներ ասում։ Այսինքն ենթադրենք հիմա
թաքուն բաներ ասեմ, կասեք թաքուն բան, բա հեծը տվյալները հրապարակում, հաղորդագրությունները, դուք այդ ամեն ինչի չեք հետևում։ Իսկապես շատ զարմանալի է, լուր է մամուլը, ոչ մի բան չի նկատում։ Այդ ինչի չեք նկատում հետաքրքիրը։ Ինչն է ազդում ձեր տեսողության վրա եւ լսողության վրա։ Հետաքրքիր է։ Եթե կարիք կա առողջության ապահովագրության համակարգը, հույս ունեմ շահառու եք եւ կարող եք ձեր տեսողությամբ եւ լսողությամբ առնվազն չեկապ անել։ Դե այդ դեպքում հարցերը ավելի են թանձրանում, բայց այդ ինչի չեք նկատում, այդ ինչի չեք լսում։ Հենց այդ եմ ասում, դուք ուրիշ բան եք տեսնում։ Ուրիշ Ընդհանրապես 15 րոպե մնացել միջ ավարտը եւ 6-ից ավելի գործընկերներ ունենք։ Սա նշանակում է, որ որոշների կարծիքը չեն հիշում, որովհետեւ մյուսները արդեն չեն բախում։ Ես նաեւ այդ գրանցողներից Հարցը 14 րոպե ունենք, որից հետո պետք է Ես կարծում եմ, եթե զրկել են, դրա համար հիմքեր կան։ Ի վերջո դա բանի հարց չի, դա իրավական գործընթաց է, եթե իրավական հիմքեր չլինեն, ինչ են անում։ Ես չգիտեմ, մանրամասներ չգիտեմ, եթե արել են, ուրեմն հիմքեր կան, եթե հիմքեր չկան, դատական կարգով թող բողոքարկեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար